Շնորհակալություն, սիրելի Արարատի մարզ, սիրելի արարատցիներ, ողջունում եմ ձեզ։ Մինչև 2018 թվականը ես 3 տարի շարունակ տարվա ընթացքում մի քանի ամիս աշխատանքի բերումով աշխատել եմ Արարատի մարզում եւ քաջատեղյակ եմ թե արարատցիների առօրյայից եւ թե այն խնդիրներից, որ ունեցել եք տարիներ շարունակ։ Մասնավորապես շատ լավ հիշում եմ, որ Արարատի մարզում ինչպիսի աղմխիթար պայմաններում էին ուսանում մարզի շատ բնակավայրերի երեխաները, սկսած տարրական հիգիենիկ պայմաններից մինչև դասասենյակներ։ Այն դպրոցները, որոնք համարվում էին քիչ թե շատ բարեկարգ, ունեին ընդամենը մի քանի դասարան, որոնք բարերարների կամ միջազգային կազմակերպությունների օժանդակությամբ վերանորոգվել էին կամ համալրվել սարքավորումներով։ Հիշում եմ, արարատցի կանայք բողոքում էին պետական մանկապարտեզների պակասից, որը խանգարում էր նրանց աշխատանքային զբաղվածություն ունենալ եւ նպաստել իրենց ընտանիքների բարեկեցիկ կյանքին։ Այսօր ուրախ եմ եւ հպարտ, որ արդեն իսկ ավարտված են եւ շահագործվում են Արարատի մարզում 8 դպրոց կրթահամալիր եւ 22 մանկապարտեզ նախակրթարան, ինչի կապակցությամբ բոլորի շնորհավորում եմ։ Ավելին, Հայաստանի կառավարությունը վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ նպատակ է սահմանել Արարատի մարզում կառուցել կամ վերանորոգել եւս 10-ից ավելի դպրոցներ, կրթահամալիրներ եւ 20-ից ավելի մանկապարտեզներ, նախակրթարաններ։ Եվ այս ամենը իհարկե իրենց հերթին նպաստել եւ նպաստում են զբաղվածության աճին։ Եթե խոսենք թվերով, ապա 2025 թվականին բնակչության զբաղվածության աճը 2018 թվականի համեմատ կազմել է 27.5%։ Կարծում եմ բավականին տպավորիչ ցուցանիշ է։ Անշուշտ այնինչ հաջողվել է, իհարկե շատ կարևոր է, կարևոր նշաձող է, բայց դրանով բնականաբար չենք սահմանափակվելու։ Եվ Արարատի մարզում կյանքն ավելի հարմարավետ ու գրավիչ դարձնելու համար ամեն ինչ անելու ենք։ Սիրելի արարատցիներ, 5 տարի առաջ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր անկյունում, ամեն բակում, ամեն տանը, յուրաքանչյուր սեղանի շուրջ մարդիկ խոսում եւ երազում էին մի բանի մասին՝ խաղաղության։ Բոլորիս մտքում այն էր, որ մեր սահմանները լինեն խաղաղ։ Բոլորիս աղոթքներում մեր զինվորներն էին եւ սահմանամերձ գյուղերում եւ քաղաքներում ապրող մեր քաղաքացիները։ Այն, ինչ 5 տարի առաջ թվում էր անիրական, այսօր իրականություն է, փաստ է։ Սակայն որքան էլ որ լավ է, նորմալ է, ուրախալի է, որ մենք շատ արագ ենք սովորում նոր իրականությանը, առանց կրակոցների սահմաններին ու խաղաղությանը, չափազանց կարևոր է նաև չկորցնել զգոնությունը եւ չհամարել, որ այն, ինչ այսօր ունենք, առանց պատշաճ հոգատարության եւ պատասխանատու վերաբերմունքի հնարավոր է պահպանել։ Հատկապես երբ այս նախընտրական փուլում լսում ենք շատ վտանգավոր խոսույթներ, որոնք անթաքույց նշում են, որ իրենց չի բավարարում այսօր հաստատված խաղաղությունը եւ որ այն վերանայելու անհրաժեշտություն են տեսնում նոր պայմաններով։ Սա դեպի պատերազմ տանող ուղիղ ճանապարհ է։ Այո, Հայաստանի պետականության եւ ինքնիշխանության հետ չհաշտվողներ դեռևս կան թե երկրի ներսում եւ թե երկրից դուրս։ Նրանց բոլորի նպատակը մեկն է՝ ժողովրդին ներշնչել եւ համոզել, որ խաղաղությունը հնարավոր չէ, որ հարևանների հետ խաղաղ ապրելը հնարավոր չէ։ Սիրելի արարատցիներ, մենք բոլորս, յուրաքանչյուրս այսօր ունենք հաստատված խաղաղություն եւ մեր յուրաքանչյուրի պատասխանատվությունն է թույլ չտալ ետ պտտել անիվը, թույլ չտալ խաթարել այսքան գզրկանքներով ձեռք բերված խաղաղությունը։ Մեր ժողովուրդը, մեր երեխաները, նրանց ճակատագրերը անչափ թանկ են մեզ համար եւ փորձադաշտ չեն։ Ուստի հունիսի 7-ին չկա ավելի կարևոր գործ, քան համոզվելը, որ դու, որ ես, որ յուրաքանչյուրս արել ենք մեզանից կախվածը խաղաղության անիվը ետ չպտտելու համար։ Ուստի հունիսի 7-ին գնում ենք ընտրատեղամաս քվեարկելու խաղաղության կուսակցության օգտին
քվեարկելու քաղաքացիական պայմանագիր կուսակցության օգտին եւ համար 16-ին։ Շնորհակալություն։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։